ես ուզում եմ մենք դրանից խոսենք։ Այն ինչը որ մեզ հանգեցրել է այսօրվան ու ինչ հնարավոր գործիքակազմ կա, որ թե իշխանությունը առավելապես, որովհետև դա իր ուղիղ գործառույթն է, թե ընդդիմությունը, որ պետք է ու պարտավոր է անի, որ այս վիճակից սկսենք գոնե դուրս գալ։ Այստեղ շատ կարևոր մի հատ բան պետք է նշենք, որ մեզ մոտ սոցիալ-հոգեբանական առումով կա գլխավոր մի հատ գործոն, որը կոչվում է հիասթափություն։ Առաջին հերթին դա 2020 թվականից հետո գլուխ բարձրացրեց, որովհետև հիասթափությունն էր այն քարոզչության նկատմամբ, որը որ մինչև այդ կիրառվում էր, որ մենք Կովկասի ամենաուժեղ բանակը ունենք, մենք կարող ենք, մենք հաստատապես հաղթելու ենք եւ մենք ոչ միայն պաշտպանողական մարտեր ենք մղելու, այլ անգամ քարոզչությունը տարվում էր այն ուղղությամբ, որ նոր պատերազմ, նոր տարածքներ եւ այսպեսի ու պատերազմի պարտությունը ինքնին հանգեցրեց նաեւ հիասթափության հետ մեկտեղ անորոշության զգացման։ Մարդիկ փորձում էին հասկանալ արդյոք այս անորոշ իրավիճակում տարբերակ կա, ելքեր կան, որպեսզի իրենք իրենց ապագան կապեն Հայաստանի Հանրապետության հետ եւ իհարկե նույնիսկ մեր արցախցի հայրենակիցները մտածում էին արդյոք տարբերակ ունենք Արցախում շարունակել մեր բնակությունը, մեր հայրենիքում ապրելը եւ այլն։ Մարդիկ կանգնեցին ու ներկայիս իշխանությունները այդ ժամանակ եւս լինելով իշխանության, ասացին որ այո, ապագա կա 2020 թվականի պատերազմից հետո Ստեփանակերտում շենքեր էին կառուցում, արցախցի մեր հայրենակիցներին ասում են գնացեք, բնակեցրեք այս տարածքները, որևէ խնդիր չի լինելու։ Նույնիսկ Հայաստանի քաղաքացիներին են կոչ անում, որ որևէ խնդիր չկա։ Սակայն 2021 թվականից հետո եւս Արցախի հայաթափումով, 22 թվականի ներխուժումներով եւ իհարկե Ադրբեջանի օրեցօր ավելացող պահանջների դրույթում մենք տեսնում ենք, որ մարդիկ հասկացան, որ իրենք եւս մեկ անգամ խաբվեցին։ Այսինքն Արցախը դարձավ այնպես, որ Ադրբեջանի տարածքն է, որոշ իշխանավորների պնդումներով այլևս մեր հայրենիքը չէ, չի եղել, հա, երբ մեր եղել։ Եվ իհարկե այս ամեն ինչից հետո հիասթափության ալիքը էլ ավելի մեծ գլուխ բարձրացրեց։ Ու արդեն 2026 թվականին, երբ որ մենք ունեցանք ազգային ժողովի հերթական ընտրություններ, ձևավորվեց նոր ընդդիմադիր դաշտ, կարելի է բնութագրել, այսինքն քաղաքական պայքարը ավելի սուր դարձավ եւ մարդիկ հույսեր էին կապում, որ այս ընդդիմությունը եթե միավորվի, մեծ միավորումից մենք կարողանանք նաեւ հիասթափվածությունը եւ անորոշությունը հաղթահարել, ունենանք ուժեղ կամ բարգավաճ կամ միասնական պետություն ու կարողանանք էլ առավել մեծ արդյունքների հասնել։ Մի մասն էլ իհարկե հավատացած էր, որ Նիկոլ Փաշինյանը մեզ իրավամբ պետք է ինչ-որ խաղաղություն բերի, սակայն եւ տարբեր քաղաքագետների եւ իհարկե բոլոր գիտակից մարդկանց համար պարզ է, որ այստեղ խաղաղության հետ կապված մենք բացարձակ կեղծ իրականություն ունենք, որտեղ պնդում են, որ պարտության մասին արձանագրությունը եւ պահանջները միակողմանի կատարածելը դա խաղաղության մասին է խոսում։ Ու այս համատեքստում ընդդիմությունը չմիավորվեց, բացի չմիավորվել է նաեւ մենք ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հաստատի ընտրությունները եւս Բարգավաճ Հայաստանին դուրս թողնելու ձևաչափով, նաեւ տարբեր որոշումներով վարչական ռեսուրսների չարաշահմամբ կեղծվեցին եւ ընդդիմությունը կրեց պարտություն։ Այժմ էլ իշխող ռեժիմը ոչ միայն այս հիասթափվածությունը եւ անորոշությունը մի կողմ ունի, նաեւ ժողովրդավարական որոշակի նշույլները, որոնք որ կային ընդդիմությունների տեսքով ձևականորեն պահպանվում էր, անգամ այդ ամենը շուտ տվեց հակառակ երեսով ու ստացվեց այնպես, որ մենք անգամ ժողովրդավարությունը չունենք, այսինքն ունենք Արցախ, ունենք ժողովրդավարություն, ունենք ընդդիմության պարտություն, այս պարագայում իհարկե նաև Փաշինյանը չհաղթեց, ըստ միակ հույսն է, որ եթե տարբեր ուժեր քաղաքական դաշտում նկատում եմ արի այդ անուն ազգանունը չհնչեցնենք, մեկա պարզավում մասին է խոսքը։ Եվ իհարկե մենք այս անորոշությունը եւ իհարկե հիասթափվածության խնդիրը այժմ էլ նաեւ տարբեր են ռիսկերը, որոնց հետ բախվում ենք աշխարհակաղակական տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ առաջացնում են սոցիալ հոգեբանական մի այնպիսի վիճակ, երբ որ մարդիկ
կրկին անգամ կանգնած են մի հարցի շուրջ որոշման մնան այստեղ գնան այստեղից պայքարեն բայց ում հետ պայքարեն եւ ինչ հույսեր կապեն քաղաքական գործող դերակատարների թե ընդհանրապես չկապեն չկապել։